Նախքան 7-ին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ալիևը սրում է իրավիճակը։ Բաքվի լրատվամիջոցները տարածել են ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը, ըստ որի սեպտեմբերի 14-ին օկուպացված Ստեփանակերտի հայազգի բնակիչ Կարեն Ալբերտի Ավանեսյանը փորձել է զանգվածային միջոցառման վայրում ահաբեկչություն կատարել։ Եթե հավատանք Ադրբեջանի պատկան մարմինների տարածած տեղեկությանը, ապա ստացվում է, որ 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանը Ստեփանակերտի մերձակա անտառում ունեցել է թաքնված կալաշնիկով, փամփուշտներով 3 պահունակ, ձեռքի նռնակներ եւ զինված դիմադրություն է ցույց տվել, ապա ոստիկանների արձակած կրակոցներից վիրավորում ստացել եւ ձերբակալվել։ Ստեփանակերտում այդ օրը զանգվածային միջոցառում կազմակերպել է Իլհամ Ալիևը, նա մասնակցել է Ղարաբաղի համալսարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը։ Երկու տեղեկության համադրումից ենթադրվում է, որ խոսքն ըստ էության վերաբերում է Իլհամ Ալիևի դեմ մահափորձի կանխմամբ, բայց Կարեն Ավանեսյանի մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը արժանահավատ չէ, որովհետև այդ տարիքի հայ տղամարդ Ստեփանակերտում շուրջ 2 տարի չէր կարող հատուկ ծառայությունների հսկողությունից դուրս ապրել։ Տպավորություն է, որ Ստեփանակերտում Իլհամ Ալիևի դեմ իրոք ինչ-որ ակցիա է նախապատրաստվել, բայց հատուկ ծառայություններն այն վերագրում են ազգությամբ հայի։ Նման դեպքում, որպես կանոն, պատկան մարմինները հրապարակում են լուսանկար, ձերբակալության եւ նախնական քննության տեսագրություններ։ Նման նյութեր Ադրբեջանը չի հրապարակել։ Մնում է ենթադրել, որ կամ Ալիևի դեմ իրոք մահափորձ է կանխվել, որ սակայն վերագրվում է իրականության մեջ գոյություն չունեցող հայի, կամ ամեն ինչ պարզապես տեղեկատվաքարոզչական հնարք է, որ Ալիևն օգտագործում է, որպեսզի բացառի բռնագաղթված արցախցիների վերադարձի իրավունքը։